որ մի քանի համար Եբրայացիների 11-րդ գլխի 7-րդ համարում մի այսպիսի բան ասում. Հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար եւ երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար, որ աշխարհքից դատապարտեց եւ ժառանգ եղավ հավատքով լինելով արդարությանը։ Իրականում Պողոս Առաքյալը սիրում է երկար նախադասություններ գրել եւ շատ հաճախ դժվար է հասկանալը միանգամից։ Ուզում եմ բացատրեմ այս համարը։ Հավատքով, այսինքն առանց հավատքի ոչինչ չես կարող հաճեցնել դու Տիրոջը, հավատքով է, որ մենք կարողանում ենք հպվել Տիրոջը, եթե ոչ Աստված շատ հաճախ անտեսանելի է, անշոշափելի է, մենք չենք կարող երևակայել, մենք պետք է հավատանք, որ նա կա եւ գործում է, եւ նման հավատք ունեն մեր նախահայրերը, Նոյը, որը հենց մեր նախահայրն է, հայերի, Հաբեթի սերունդն ենք մենք, եւ Նոյը պատգամն առնելով, այսինքն Աստված խոսեց նրա հետ, եւ մենք գիտենք, որ ծննդոցի մեջ Աստված խոսում է Նոյին եւ պատգամ է տալիս եւ ասում է, որ տապանը կառուցիր եւ չերևացած բաներ շատ հաճախ, ես չգիտեմ ձեր կյանքում, բայց իմ կյանքում եղել է, եկել հասել է վերջի պահին, այն ինչ որ ուզում ես չունես դեռ, բայց մի հատ sense հավատք կա, որ լինելու է, այդ վերջի պահին լավ է լինելու, թեկուզ, եւ դա նույնպես հավատքի ինչ որ չափանի չափ է, եւ այստեղ Նոյը նույնպես ասում է, որ ոչ թե ասում է Նոյը նույնպես այդ հավատքն ուներ, անձրև չկար, խառնաշփոթ չկար, ասում է բոլորը ուտում խմում էին, ամուսնանում էին, հանգիստ վիճակ էր, երբեմն այո այդ հանգստության մեջ մեկ էլ մի այնպիսի փոթորիկ է թափվում, ովքեր որ ներկա պահին փոթորիկների մեջ են կհասկանան ինչ եմ ասում, հանգիստ ապրում էինք, մեկ էլ հոպա են, որ ասում են, թակես դուռդ, այդ անհանգստությունը, այդ փոթորիկները, այդ տանձրևները, այդ ամեն ինչը, գիտեք, նա էլ տեսավ, Նոյն էլ տեսավ դա, բայց նրա վրա իշխանություն չունեցավ, եւ այսօր այն ամենա, այդ բալանի խոսքը, որ ինձ Աստված ասեց, այդպես երբևէ չէի կարդացել այս համարը, եւ ասում եմ, նա շինեց տապանը իր տան փրկության համար, շատ հաճախ մենք մտածում ենք, որ տապանը շինվեց, որ այդ կենդանիները փրկվեն, որ չգիտեմ, ինչ որ, չգիտեմ, Նոյը փրկվի, բայց հստակ մի բան, որ շինվեց իր ընտանիքի համար, որովհետև Նոյով նրանք սրբված էին, ես չգիտեմ, ոչինչ չի խոսում Նոյի կնոջ մասին, Աստվածաշունչը, հարցների մասին, երկու տղաները նույնպես ճշմարտության մեջ էին, Սեմը, Հաբեթը, բայց քամը մեղքի մեջ էր, այնպես չի, որ նրանք տենց սուրբերն էին, Նոյն էլ, որ հարբեց գրված է, սրբությունով չի որ մտան, այլ Տիրոջ ողորմությունով էր, հավատքով էր եւ որոշակի նրանք տարբերվում էին սրբությունով, իհարկե չէին պղծվել այն ժամանակվա մեղքերից, եւ այսօր մեզ համար ինչ նշանակություն ունի այս խոսքը, նախ չտեսած բաները տեսածի պես կանչելու, հավատալու, չկա, բայց դու տես դա հոգեվոր դաշտում, իհարկե սա վատ բան է, որ անձրև փոթորիկ պիտի գար, իսկ դու տես բժշկություն, տես ազատագրում, տես ֆինանսներ, տես ծառայություն, տես եթե երեխայի ես ուզում, տես այդ գգվանքը այդ երեխեքի, քո փորի մեջ, քո ձեռքերում, տես դա դու հոգու դաշտում, եթե ուզում ես ամուսնանաս, հոգևոր դաշտում, տես դա,
Դա հավատքի այդ մակարդակը եւ ամենակարևորը աշխատանք տարեք ձեր ընտանիքներում եւ կրկին Աստված հստակ ինձ ասեց, որ շատ կարևորի ընտանիքը, որովհետեւ ընտանիքի համար Նոյը այդ ահռելի տապանը կառուցեց ոչ միայն ընտանիքի իհարկե կենդանիներն էլ, բայց Աստծո համար դժվարություն չկար նորից արարել այդ կենդանիները։ Նոյի ջանքը շատ կարևոր էր, որ իր ընտանիքը տապանի մեջ լինի։ Ես չգիտեմ ում եմ այսօր խոսում, բայց հաստատ ինձ եմ խոսում։ Մեր ընտանիքները պետքա, որ մենք ուշադրություն անենք մեր ամուսիններին, մեր երեխաներին, ովքեր ամուսնացած չեն, ձեր ծնողներին, այն վայրը, որտեղ որ դու ապրում ես, դա տապանն է։ Դա այն վայրն է, որը պիտի անընդհատ աշխատես ու կառուցես այդ տապանը, որ երբ որ փոթորիկները գա, դու ունենաս այդ ապաստանարանը Տիրոջ մեջ։ Շատ հաճախ, շատ հոգևորներ աշխատում են դրսում, սրան են ծառայում, նրան են ծառայում, այս են անում, այն են անում, բայց իրանց տան մեջ քաոս է, իրանց տան մեջ չկա այն աստվածային շալոմը, աստվածային ախապել սերը։ Շատ հեշտ է ուրիշներին սիրելը, որովհետև նրանք չեն տրորում քեզ, իսկ քո տան մեջ երկու մարդ, որտեղ էլ տարիներով գցես իրար կնեղացնեն, հավատացեք, դժվար է նման մարդկանց հետ ապրել, ներել, սիրել, օրհնել, բայց մի բան լավ իմացի, դա հենց այն վայրն է, որ Աստված քեզ ա վստահել, եւ Աստված ուզում ա, որ դու կառուցես այդ տապանը, այսինքն քո տունը, այդ ապահով վայրը եւ այդ ամեն ինչի մեջ լինես նաեւ աշխատասեր, ջանասիրաբար անես եւ Ծննդոցի 6:9-ում այսպես ասում. Նոյը մի արդար եւ կատարյալ մարդ էր իր դարի մեջ, Նոյը Աստծո հետ վարվեցավ եւ Նոյը 3 որդի ծնեց, Սեմը, Քամը եւ Հաբեթը, եւ երկիրը Աստծո առաջին ապականվեցավ եւ անօրենությունով լցվեցավ եւ Աստված տեսավ երկիրը, որ ապականված էր, որովհետև ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վրա եւ Աստված ասեց Նոյին. բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որտև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ լցվեց եւ ահա ես նրանց պիտի փչացնեմ երկրի վրա։ Լսեք, մենք շատ սովոր ենք խոսել սիրով լի հոր մասին, ներող, ազատագրող, գուրգուրող, այո դա մեր հայրն է, բայց նաև նա չի տանում մեղքը, ով ինչ ուզում է շնորհքից խոսա, միայն ու միայն Տիրոջ այդ բարիքներից, բայց Աստվածաշունչը պետքա ուղիղ կարդանք, պետքա ամբողջական կարդանք, Աստված նաև փչացնում է, Աստված նաև ծեծում է, Աստված նաև խրատում է եւ Աստված այն որ ասում է հասցրեցին Աստծուն եւ Աստված ասեց ես փոշմանեցի որ ստեղծեցի մարդուն եւ երկրի այդ արարածներին այն ժամանակ 6:6-ն ասում Եհովան զղջաց որ երկրի վրա մարդը ստեղծեց իր սրտի մեջ տырտ մեծ եւ Եհովան ասաց երկրի երեսից ջնջեմ մարդը որ ստեղծեցի մարդից միջև անասուն միջև սողուն միջև երկրի թռչունները որովհետեւ զղջում եմ որ նրանց ստեղծել եմ Գիտես, այնպիսի անառակության եւ պղծության մեջ էին հայտնվել մարդիկ, անասունների հետ էին հարաբերվում էին դիվային ուժերի, որոնք մարդու կերպար էին հագել, հա, եւ սրա մասին ես շատ եմ խոսել, քարոզներ արել, սա վերջի օրերի նշաններն է լինելու, եւ մենք տեսնում ենք ինչպես է այդ
դիվայինը մարմին հագնում, այդ արհեստական բանականությունը, ռոբոտությունը, չգիտեմ, սատանիզմը եւ այլն, այդ կախարդները, ամեն բան, կարծես արտոնված գործում են նրանք եւ դրա մասին չեմ խոսում, այս ամեն ինչը, այս քաոսի մեջ Տերն ասում է տապանդ կառուցիր, տապանդ կառուցիր, քո երեխաներին դաստիարակիր Աստծո խոսքով, աղոթիր ցերեկ ու գիշեր նրանց համար, քո ընտանիքի դռանդիկները մարգարեացիր, աղոթիր, ռեշտակների պաշտպանությունը խնդրիր, շինիր քո տունը սարի վրա, ժայռի վրա, որն է Քրիստոսը, Նոյի պես Ես շատ հաճախ ասում եի Տիրոջ ծրագիրներ, Նոյն էր արդար դրա համար, ոչ, Նոյը ջանքի մեջ էր, չգիտեմ 40 տարի կառուցեց կարծեմ, եթե չեմ սխալվում, միտեղ գրված է դա, կարևոր չի, բայց շատ տանջվեց, նա մի շինարարական թիմ էլ չուներ, անփորձ 3 տղա ուներ, հարցներ, օքեյ, ինչ պիտի անեին, այդ հսկայական այդ տապանը կառուցեցին, որ ընտանիքով փրկվեն եւ նրանք եղան սերմ ցանվելու երկրագնդի վրա ապագայի համար նրանք էին այն սերմը որով Աստված նոր ցեղեր նոր սերունդներ արարեց եւ իմ ու քո համար այսօր մի հատ խոսք ունեմ դու սերմ ես որ Տերը իր տապանում պահում է քեզ եւ միգուցե քեզ չեն նկատում միգուցե դու այսօր սենց սերմի պես միտեղ ընկած ես Բայց գալու է հստակ մի հատ ժամանակ, որ Տերը քեզ հողի մեջ տնկելու է, որ քեզանով շատերը փրկվեն, որ համ ու հոտ ընտաս, որ ծառայես, որ փրկես, որ հավաքես, ժողովես, որովհետև մշակներ են պետք Տիրոջը եւ դա դու ես, տապանի մեջ պահված Տերն ուզում է, որ դու ջանքի մեջ չթուլանա, քույրեր ջան, շատ դժվար ժամանակահատված ենք ապրում։ Ես ինքս զգում եմ շատ ծանրացել է շատերի համար, դժվարանում է գնալը, հոգևոր լինելը, ջանքի մեջ չթուլանալը, բայց մի տկարացեք, որքան ժամանակ մենք տեսնում ենք, որ ժամանակը մոտեցել է, ասում է իրար քաջալերեք, իրար բարձրացրեք, ահա միաբանությունը ինչի համար է պետք, եթե միաբանություն չլինի, մենք կթուլանանք մենակով եթե լինենք, մենք կտկարանանք քույրեր ջան, եւ դա հենց սատանայի ծրագիրն է, հեռացնի եկեղեցիներից, տնային խմբակներից, ժողովներից աստվածային, հեռացնի, մենակացնի եւ կուլ տա, որովհետեւ մենակին կուլ տալը, որը տկարացած ավելի հեշտ է, քան մի 6-7 հոգանոց թեկուզ հա մի զորավոր բանակ որ իրար համար կանգնում են դրա համար այսօրվա կարճ խոսքը կառուցիր այդ տապանը վերջի ժամանակներին Տերը հստակ ոչ մի ուրիշ պերսոնաժի հետ չի համեմատում ասում վերջի ժամանակները Նոյի ժամանակների պես է լինելու եւ ինչ էր Նոյի ժամանակները պղծություն Բարից բուն իմաստով, շնություն, պղծություն, նրանք ուտում էին անգամ մարդկությանը, երբ որ Ենոքի գիրքը կարդում ես, այնքան ահռելի չափերի էին հասել է դիվային ուժերը, միտեղ գրված է 150 մետր էին, նրանց առաջ ինչ կենդանի արարածնում էր մարդ, անասուն, ուտում էին, եւ Աստված վերևից դա տեսնում էր եւ զղջում էր, զղջում այն ամեն ինչի համար, որ արել էր ինքը եւ բացի այդ պղծությունը Աստված փրկության ծրագիր տվեց Նոյին ասեց շինիր տապանը եւ այսօր քեզ եւ ինձ ասում շինեք ձեր տապանը Գիտես մենք սիրում ենք ուրիշներին ծառայել շատ լավ է պիտի անենք ու չդադարենք բայց այսօրվա մեսիջը Աստված ասում է շինիր քո տունը Շինիր քո տապանը,
քո երեխաներին, քո ամուսնուն, թող որ ջերմությունը լցվի քո տանդ մեջ, թող որ Աստծո խոսքը զրնգա, երկրպագություն ու փառաբանություն լինի, միաբանություն լինի, անպայման էսրանց վրա դու հարձակումներ ես ունենալու, սատանան չի թողնելու, որ դու ես ամեն ինչը հեշտությամբ անես, հասկանում եք, եւ այսօր Տիրոջ պատգամնա կանգ առ, վերանայիր մի հատ քո ընթացքը, քո տանդ վիճակը, եւ չեմ ասում, գիտես, կենտրոնանանք մենակ տների վրա, երբ որ դու քո տնային աշխատանքը լավ կանես, Աստված քեզ մեծ բաներ կտա, եւ քո տունն էլ քո հետ կծառայի, քո տունն էլ քո ձեռքերը բարձրացնողներ կլինեն, տան անդամները նկատի ունեմ, պաշտպանված կլինի քո դռանդիքները, այդ մռնչացող այդ առյուծից, այդ սարսափեցնող դիվային ուժերից, նրանք չեն կարողանա մտնել քո տունդ, քո ներսդ, քո զավակներիդ, քո ամուսնուդ եւ ոչ մի բանից չեն կարող դիպչել։ Հայր, ես աղոթում եմ, Տեր, որ լցնես այս խոսքը խորությամբ մեր մեջ, որ կյանք տա, որ արմատ տա, Տեր, այնպես ինչպես որ ինձ հայտնեցիր, Տեր, թող այդ հայտնությունով լցվի ամեն մեկիս մեջ, Տեր, եւ կյանք դառնա, մի պահ կանգ առնենք եւ սթափվենք, Տեր, եւ ջանք անենք ինչ որտեղ խոնարհվելով, ինչ որտեղ ներելով, ինչ որտեղ ծածկելով, լռելով, Տեր, իմաստուն կինը կշինի իր տունը գրված է, ես աղոթում եմ այն կանայք, որոնք լսում են, որ լինեն իմաստուններ, Տեր, որ իրենց տունը կշինեն ժայռի Քրիստոսի վրա եւ ոչ մի փոթորիկ, ոչ մի ալեկոծություն, ոչ մի անձրև ու քամի չի կարող այդ տունը քանդել, որովհետեւ դու ես մեր պաշտպանը, Տեր, մենք քեզ ապավեն կոչեցինք, Տեր, եւ խնդրում եմ իմաստունների պես վարվել սովորեցրու, հեշտ է խոսելը, բայց դժվար է ապրելն ու անելը, տրորվելը, անարգվելը, նեղացվելը, Տեր, դու գիտես ամեն մեկին, որ ինչ որ ընթացքներով անցնում են, ոմանք նեղված են, ոմանք քարկոծված, որոնց ներսը արյունահոսում է ցավից, որոնք տագնապների մեջ են, որոնք վախերի, Տեր, դու գիտես այդ ամենը, Տեր, ինչպես Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը սրտի մեջ ունենալով որոշակի վախեր ու տագնապներ գնացին, Տեր, գնացին կամքդ կատարելու, մենք էլ ենք, Տեր, շարժվում ենք քո հետ, քո մեջ, Տեր, պահիր մեզ, Տեր, իմաստություն տուր, Տեր, ես օրհնում եմ մեր զավակներին, Տեր, օրհնում եմ մեր ընտանիքները, Սուրբ Աստված, քո որդու Հիսուս Քրիստոսի թանկարժեք արյունն են կանչում նրանց վրա, որը որ պաշտպանում է նրանց խավարի չար ուժերից, հիվանդություններից, ամեն տեսակ փորձանքներից, ավտովթարներից, մեր անձերի վրա, մեր ընտանիքներում, կանչում ենք քո թանկ արյունը, Տեր Հիսուս, որ թափվեց խաչի վրա, մեր խաղաղության գինը եղավ, մեր փրկության գինը եղավ, մեր բժշկության եւ ազատագրման գինն էր նրա մեջ, եւ ամենակարևորը մեր փրկության գրավականը նրա մեջ է, քո թանկ արյան, որ խոսում է, Տեր, միջև այսօր, որտեվ գրված է Աբելի արյունից ավելի բարձր է խոսում Քրիստոսի արյունը, ես խոնարհվում եմ քո առջև, Տեր, քո թափված արյան առջև, Տեր, մեծ ես եւ զորավոր, եւ մեր պաշտպանը դու ես, մեր տապանը դու ես, Տեր, պահիր մեզ դուրս չգանք այդ տապանից, մինչև որ ամեն այդ ջրհեղեղները, փոթորիկներն անցնեն եւ սերմի պես ցանվենք, Տեր, այդ նոր տարածքներում, այն տարածքներում, որ դու կորոշես, գոհանում եմ քեզանից քո խոսքի համար, օրհնում եմ ամեն լսողի Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, թող փառավորվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։